2025 թվականի մայիս ամսին կույս համաստեղության տակ 2025 թվականի մայիս ամսին այլուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի այրուսների առողջական ոլորտում։ Տեսնենք ինչ է սպասվում տիեզերքը մեր սիրելի այրուսների անձնական ոլորտում, ինչ է սպասվում մեր սիրելի այրուսների անձնական ոլորտում մայիս ամսին։ Սիրելի այրուսներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հնարավորություններ, ցույց է տալիս նոր հորիզոններ, ցույց է տալիս նոր մարդիկ, նոր համագործակցություն, ձեր անձնական ոլորտում սիրելի այրուսներ, ցույց է տալիս հաջողություն, հնարավորություններ, այստեղ ցույց է տալիս, որ նաև այսպիսի իրավիճակ, սիրելի այրուսներ, կան խնդիրներ, կան պրոբլեմներ, բայց դուք այդ խնդիրները, պրոբլեմները լուծելու համար պետք է միայն հիմնվեք ձեր սեփական ուժին, լսեք ձեր ներքին ձայնին, բացի ձեզանից ոչ մեկին չլսեք, ու ձեր գործողությունները ձեր անձնական ոլորտում միայն ինքներդ դուք ղեկավարեք, նման ձևով խնդիրներ, պրոբլեմներ ձեր անձնական ոլորտում չեն լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուսների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի այրուսներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն եւ անակնկալ հաջողություն։ Հնարավոր է նոր աշխատանք, հնարավոր է նոր պաշտոն, հնարավոր է պաշտոնի բարձրացում, հնարավոր է ձեր սեփական աշխատանքը ունենալու հնարավորություն, հնարավոր է ժառանգություն ստանաք, հնարավոր է ինչ-որ դատական պրոցեսների մեջ եք, ֆինանսական գործերի հետ կապված եւ այդ դատական պրոցեսները լուծվի ի օգուտ ձեզ։ Սիրելի այրուսներ, 2025 թվականի մայիս ամիսը ձեր ֆինանսական ոլորտում լինելու է անակնկալ չսպասված մեծ հաջողություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուսներ առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի այրուսներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե նույնիսկ դուք հիվանդանոցում եք, պարկած